Գեղանկարիչ Փափա Գալոյանը մոտ 2 տասնամյակ ղեկավարել և անմնացորդ նվիրվել է Վանաձորի կերպարվեստի թանգարանին։ Այդ տարիների ընթացքում նրա կերպար օրինակ է եղել մյուս աշխատակիցների համար, ասում են գործընկերները Փափա Գալոյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառմանը։ Անմնացորդ նվիրումը, որ ունեցել է թանգարանի հանդեպ, սկսած են փոքր մանրուքից մինչև մեծ աշխատանքներ, շատ մեծ հոգատարություն են դրսևորել այդ հարցերում, պատասխանատվության զգացումը, պահանջկոտությունը, սկզբունքայնությունը, դրանք այն հատկանիշներն են, որ ինձ համար բնորոշում են Փափա Գալոյան տնօրենին։ Իսկ մարդկային որակների մասին կլռեմ, որովհետև այդ մասին շատերն են խոսում, էլի անմնացորդ նվիրված իր արվեստին, իր շրջապատին, ընկերներին, հարազատներին, չգիտեմ, ինձ համար կոնկրետ ինքը օրինակելի մարդ է, ումից կարելի է դաս առնել, սովորել և նրա կողքին կարող ես հասունանալ որպես և աշխատակից և որպես մարդ անհատ։ Գեղանկարիչը 3-րդ դասարան է եղել, երբ ճաշարանի պատից կախված փոթորկոտ ծովի տեսարանով նկարը գրավել է ու տարված այդ գեղեցկությամբ, նկարչությամբ զբաղվելու որոշում է կայացրել։ Ու չնայած, որ ընտանիքում ամեն ինչում ընդառաջում էին, որոշման հետ չհամաձայնվեցին, սակայն իր հնարամտությամբ կարողացավ ստանալ հայրիկի համաձայնությունը։ Պապան ասաց չի լինի, ասի ինչ է, դե ասեց տրանսպորտ պետք է նստես, պետք է գնաս, պետք է գաս, ասի ես արդեն գիտեմ ինչի չհամաձայնվեցիք, որ ես նկարչում։ Պապան ասաց ինչի, ասացի որովհետև նկարչական դպրոցը փողով է։ Պապան ինձ նայեց, երեսին զարմացած, նայեց մեծ քուրս տանները, ասաց այստեղ։ Ու տենց էլ ասաց, այ Շամ որդին անենց բան ասաց, էլ չեմ կարա։ Վաղը իրան կվերցնես ու կգնաք այդ նկարչական դպրոց։ Փափա Գալոյանը խոր արմատներով է կպած հայրենիքին ու հայրենի քաղաքի հողջերին։ Ասում է հայրենիքից դուրս ապրելու ու ստեղծագործելու առաջարկները մերժել է, քանի որ իր մեջ ունի հայրենատեր լինելու զգացումը։ Անցած ճանապարհի համար երախտագիտությամբ է հիշում ընտանիքի, ուսուցիչների ու դասախոսների մասին։ Որպես նշանակալի իրադարձություն եւ ձեռքբերում շեշտում են ոչ թե առաջին անհատական ցուցահանդեսը, այլ հանրապետական ցուցահանդեսի մասնակցությունը։ Շատ դժվար ու բարդ էր հանրապետական ցուցահանդեսներին մասնակցել։ Ցուցահանդեսից հետո հայտարարություն կար, որ Ամերիկայում միջազգային ցուցահանդես է ալնելու եւ այդ նույն նկարը, որը կոչվում էր «Սա է մեր երգը», նկարել էի սեղան տախտակը ուղղայաց դրված, որի վրա ուրեմն դուդուկներ եւ կողքը նոտայի թերթերը։ Այդ աշխատանքը մասնակցեց նաեւ Ամերիկայում ցուցահանդեսի, որից հետո տեղափոխվեց Մոսկվայի ցուցահանդես եւ այնտեղ գնվեց այդ աշխատանքը։ Պատերազմից հետո Փափա Գալոյանը քիչ է ստեղծագործում։ Ընդամենը մի քանի անգամ է փորձել նկարել կամ գրել, սակայն վրձինն ու գրիչը կապված հոգեվիճակի հետ նույն կերպ չեն ստեղծագործում։ Գեղանկարչի վերջին տարիներին արված իրիկնամուտ կոչվող նկարում 6-ամյա թոռնիկը տխրություն, մռայլություն է նկատել ու պապիկին խորհուրդ է տվել երկինք, արև ու լույս նկարի։ Ինքը հայրենի բնության, հայրենի եզերքի շատ մեծ գովերքակ է։ Շատ գեղեցիկ, ինչ որտեղ քնարական, ինչ որտեղ ավելի հատու ծրագրով, բայց ինքը շատ գեղեցիկ բնանկարիչ է։ Շատ առինքնող արվեստ ունի Փափա Գալոյանը եւ հույս ունեմ, ուզում եմ նաեւ վստահ լինել, որ նա շարունակելու է, նրա վրձինը կրկին աշխատելու է նույն հզորությամբ, նույն ուժով եւ մեզ զարմացնելու է նոր անհատական ցուցադրությամբ։ Ես էլ շատ եմ ուզում, բայց պետք է կարողանամ իմ մեջ հաղթահարեմ, որովհետեւ դա ուրիշ աշխարհ է։ Որովհետեւ ուրիշ աշխարհ է դա։ Պետք է մտնեմ իմ աշխարհը։ Ես չեմ կարող փոխվել այս աշխարհից ընկնեմ իմ աշխարհը։ Իսկ հենց նկարիչների երկու տեսակ կա։ Կան կատարող նկարիչներ եւ կան ստեղծագործող նկարիչներ։ Ստեղծագործող նկարիչին պետք է հոգու, էներգիա, պետք է տրամադրվածություն եւ այլ, որովհետեւ նա ստեղծագործելու է։ Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Փափա Գալոյանին Վանաձորի համայնքապետարանի եւ Կերպարվեստի թանգարանի կողմից հանձնվեց շնորհավորագիր։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։